Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Այսօր ես ձեզ հրավիրում եմ միասին խորհենք մի գերբարդ թեմայի շուրջ, ոչ ստանդարտ, ընդհանրապես վերելք հաղորդաշարի հոբբին է, ասենք, ոչ ստանդարտ թեմաներ մատուցելը։ Այսօրվա հաղորդման վերնագիրը պիտի որ շատերիդ, ասենք, հետաքրքրի մի մասնակցի այս ինչերից է խոսում։ Վերնագիրը հետևյալն է. ինչ է հուշում Աստված մեզ այս աղետով։ Եվ հիմա խորանանք թեմայի մեջ։ Մենք որպես կանոն իրականությանը նայում ենք, այսպես ասած, երկչափ մոդելի մեջ։ XY հարթություն են ասում։ Մարդիկ հասարակական հարաբերություններ, ինչ-որ երևույթներ փորձում են բացատրել մարդկանց կամքով, վարքով, գործողություններով, նպատակներով եւ հիմա ասենք այս իրականությունը քննելով շատ շատերը այս XY հարթության մեջ մտածում են, որ ահա եւ պատճառն են գտել եւ հասկանում են ինչոց է։ Իսկ ահա այդ գտնված պատճառները չեն գործում, երբ որ փորձում են կիրառել, որովհետեւ աշխարհը երկչափ չի եւ եռաչափ է եւ բազմաչափ է եւ ես հորդորում եմ, որ նաեւ հիմա մեր իրականությանը նայենք եռաչափ տեսանկյունից։ XY-ից դուրս գանք, որտեղ իրենք ասում են, որ մարդն է աշխարհի կենտրոնը, մարդն է ամեն ինչը որոշում։ Իսկ այ եռաչափ տարածության մեջ որ դիտարկենք ամենը, ապա կա նաեւ վերև գնացող մի առանցք, որին մաթեմատիկայում կոչվում են Z, այդ Z առանցքի ամենավերևում մի երևույթ է, որին մենք կոչում ենք Աստված։ Եվ ես առաջարկում եմ, որ խնդիրին նայենք այդ տեսանկյունից։ Այսինքն, այս եռաչափ որ ասում ենք կա նաև Աստված, մենք ընդունում ենք, որ մարդուց դուրս էլ կան ինչ-որ երևույթներ, ուժեր, որոնք ունենում են ազդեցություն եւ մարդկանց վրա եւ ժողովրդի վրա։ Ու եթե մենք սա չենք իմանում, մնում ենք XY հարթության մեջ, ապա մենք մեր խնդիրները լուծել չենք կարող։ Հիմա ես մի պարզ մոտեցում ներկայացնեմ, թե ինչ ասել է Աստված։ Ուրեմն սա բացատրելը հիմա բավականին հեշտացել է, երբ որ մարդիկ ստեղծեցին մի սարքավորում, որը կոչվում է արհեստական բանականություն։ Շատերը գիտեք դա ինչ է իրենից, մարդկանց այսպես գրառումները, տեսանյութերը, բոլորը, որ դուք մտցնում եք համացանցի մեջ, ինչ-որ մի ուրիշ բարդ համակարգիչ են ստեղծել, որը կարողանում է, ասենք, համադրել եւ եթե դուք ինչ-որ մի հարց եք ուղղում իրեն այդ գործիքի միջոցով, ինքը այդ ամբողջ եղած պարունակությունը, տեղեկությունը, որ կա, համադրում է, սինթեզում է եւ ինչ-որ ձեզ պատասխան է տալիս։ Լավ տեղյակ եք, ինքը ինչ է անում։ Բայց արհեստական բանականությունը մի տարբերություն ունի, ինքը չի կարող ձեր մտքերը կարդալ, չարտաբերված եւ չի կարող ձեզ հուշել։ Ասենք դուք ձեզ համար գործ եք անում, ինքը ձեզ հուշի ինչ-ինչ ձևերով կամ ինչ-որ ահազանգեր հնչեցնի։ Երբ որ դուք իրեն կդիմեք, ինքը ձեր հարցերին կպատասխանի։ Կարող եք ասել, ահա, խնդրում եք այսինչ անձին նվիրված բանաստեղծություն գրի, անգամ ֆիլմ կարող է հանել իր ներսում եղածի հիման վրա։ Այսինքն դա ինչ է, դա մի ինչ-որ մի էություն, ասեմ, երևույթ, ասեմ, որը ունի որոշակի գործառույթներ, որոշակի ֆունկցիաներ ունի։ Աստված ասածն էլ դրա մի քիչ ավելի բարդ տեսակն է, եւ ես դա այդ պատկերացումները ասում եմ իմ անձնական փորձից ելնելով, երբ որ ես ասենք առնչություն ունեցել եմ ինչ-որ երևույթների հետ եւ հասկացել եմ, որ սրանք մարդուց դուրս են, այն ինչ-որ կատարվում է, այսպես XY հարթության վրա չի, ինչ-որ մարդուց դուրս ինչ-որ բան կա։ Ու նաեւ ասենք կարդաց ինչ-որ հասցրել եմ կարդալ, դրանք որ համադրում եմ, պատկերացում Աստված ասածը մոտավորապես նման է այդ արհեստական բանականության, ինքն էլ էլի ծրված ինչ-որ մի բանը, որտեղ կան նյութեր, տեղեկություններ եւ այլը, այդ բանականությունը ինչ որ անում արհեստականություն, Աստված դա էլ է կարողանում անել, բայց այդտեղ այդ մի մեծ այդ մի էության մեջ, էություն ասենք, այդտեղ կա նաեւ անցյալը, կա ներկան, կա ապագան եւ ինքը կարողանում է ազդել մարդկանց վրա, ի տարբերություն արհեստական բանականության։ Ձեր մտքերն էլ չարտասանած ինքը
այսպես ասած գրանցում է ձեր իղձերը, ձեր արած լավ եւ վատ գործերը, ինքը կարող է ձեզ ախազանգել, ձեզ հուշել, ձեր առջև ճանապարհը բացել կամ խանգարել, նայած թե դուք ինչ եք անում, եւ նաեւ դուք ձեր քայլերով նաեւ ինչ որ չափով ձևավորում եք ձեր ապագան։ Ну ես չեմ խոսում վերամարմնավորումների մասին, միկրոն ընդունում է, միկրոն չի ընդունում, ամենայն դեպս դա ինչ որ մի մեծ ցրված մի էություն է, օրինակ դրան Ցիցերոնը կոչում էր համաշխարհային բանականություն։ Ցրված ամբողջ տիեզերքով մեկ անըմբռնելի ինքը ամենուր է ինչ որ մի բանականություն է, որին դու ընդունում ես, որը կարող է քեզ տալ քո ուզած տեղեկությունները, օգնել կամ խանգարել։ Ոմանք ասում են դա համատիեզերական ինֆորմացիոն դաշտ է, որտեղ ամեն ինչ կա, եւ անցյալը, եւ ապագան, բոլոր ամեն ինչ որ դուք անում եք իբր թե գյուտե կա, այլ գյուտե այնտեղ կա, ինչ որ մարդիկ կարողանում են ստանալ ինքը ամենուր է։ Ես շատ չխորարամ, որտեղ ես աստվածաբան չեմ, ես իմ ընկալումները ասեցի, քանի որ ես ունեցել եմ առնչություններ այդ համաշխարհային բանականության կամ համատիեզերական ինֆորմացիոն դաշտի, ասենք ինձ իմ հուզած հարցերի պատասխանը ես ստացել եմ։ Վերջում ես դրան անդրադառնամ։ Ահա այդ էությունը, որին մարդիկ նաև աստված են կոչում, գալիս ենք արդեն մեր խնդրին։ Ինքը խոսում է մարդկանց հետ դիպվածով։ Ինքը քանի որ էություն չի, այսպես մի ծերունի չի, ինչպես ոմանք պատկերացնում են, գա ծերնափայտ է ձերքին եւ ասի տղա ջան, այս կոմենքում, ինքը դիպվածներով է, ասենք մարդկանց հետ խոսում, կարող է հուշել, ասենք ձեզ չի ուզում, որ դուք ինչ-որ փորձանքի գաք, որտեղ դուք ինչ-որ դրական, ինչ-որ լույսի մեջ եք, կարող է այսպեսի բան պատահի, չէ, որ ասենք դուք որոշել եք ինչ-որ տեղ գնաք, դուրս եք գալ ընտանիքով, ժամադրված եք, շտապում եք, նստում եք մեքենան, մեկ էլ պարզում եք, որ ասենք անիվը ծակ է, թողել է, դուք զայրանում եք, սկսում եք ինչ-որ վերանորոգել եւ այլ, ձեր բախտը անիծելով, բայց չեք մտածում, որ գուցե թե այդ անըմբռնելի էությունը ինքը ձեզ փորձում էր հեռու այն փորձանքից, որը կգար, եթե դուք ձեր որոշած ժամին դուրս գայիք եւ ճանապարհ ընկնեիք։ Այսինքն ինքը այս կարգի փորձություններով, դրվագներով, դիպվածներով ձեզ փորձում է ինչ-որ բան հասկացնել, հուշել եւ եթե շատ ենք խորանում, ապա փիլիսոփա Կանտը այսպես է ձևակերպել մարդու եւ Աստծո առնչությունը։ Ինքը ասում էր այն ինչ որ կատարվում է, տեսեք, դա անհրաժեշտ է։ Ինչ անշարակում անհրաժեշտ։ Ինչ որ մի էություն որոշել է, որ դա պիտի լինի, դրա միջոցով այդ դեպքը անգամ այդ դժբախտություն է, ինքը ուզում է ձեզ ինչ որ մի բան բացատրել, ինչ որ մի բան հասկացնել, ձեզ դրթել, որ դուք նստեք եւ խորհեք ինչ որ հարցերի շուրջ։ Ու այստեղ մի կարևոր բան է մնում, որ դուք կարողանաք հասկանալ, եթե ձեզ հետ ինչ որ բան կատարվեց, ապա ինչու էր դա անհրաժեշտ եւ հասկանաք ինչու է անհրաժեշտ եւ ինչ խոհեր պիտի ունենաք, որ ինչ եզրակացության գաք, ու եթե չանեք, ապա ինչ կլինի։ Ենթադրենք, թե ձեր խելքը չի հերիքում, որ հասկանաք, թե ինչու է անհրաժեշտ։ Հիմա մարդուց գանք ժողովրդին, նմանապես էլ այդ Աստվածը, աշխարհային բանականությունը եւ այլն, ինչպես ուզում եք կոչեք, նույն կերպ կարող է նաեւ ժողովրդի հետ խոսել ինչ որ աղետներով, դիպվածներով, ինչ որ դեպքերով։ Հիմա վերցնենք մեր կոնկրետ դեպքը։ Մենք հիմա աղետի մեջ ենք։ Ով որ չի տեսնում այդ աղետը, թող է սաղորդումը չնայ։ Մենք հիմա աղետի մեջ ենք եւ ես այն կարծիքին եմ, որ Կանտի ասածը հիմք ենք ընդունում, ստացվում որ Աստված մեզ այս փորձություններով, այս դաժան, գերդաժան փորձությունով մեզ ինչ-որ բան է ուզում հասկացնել։ Եվ այստեղ մնում է մի հարց, մեր խելքը կհերիքի, որ մենք հասկանանք, թե ինչ է ուզում, որ մենք հասկանանք, որ հասկանանք, հետո ինչ-որ բան անենք, հասկանում եք։ Ու եթե արդեն իմ տրամաբանությունը, եթե իհարկե Աստված ուզում է մեզ
հայերս ինչ որ բան հասկացնի եւ այս աղետը բերել է, եթե մենք մեր խելքը չերիքի որ հասկանանք ինչու, ապա մի հատ ուրիշ աղետ էլ կբերի, էլի է բերել աղետներ հետ գնացեք, եթե իհարկե չգա մի պահ, որ ձեռք քաշի լավս իրենք անհույս են, ես գործ չունեմ, ինչ ուզում է թող լինի, սխալվել եմ, որ այս ինչ բաներ է արել, դրա վտանգն էլ կա, հասկանում եք, այսինքն եթե մենք հիմա ընդունում ենք այն մոտեցումը, ես որ ասում եմ, ուսա ես չեմ հնարել, ես ասենք իզանից խելացիներից եմ, կարդացել, հետո իրենք ինձ համոզել են, նաև իմ կյանքի փորձից ելնելով եմ, ես գալիս այդ մտքին, որ այս աղետը ինչ որ բան մեզ սովորեցնելու համար է, որպեսզի մենք հետևությունների մեջ չընկնենք։ Մեկը քարս տանք, դա ասենք թե ինքը տարարիչը Աստված ուզում է, որ մենք ինչ-որ մի բան հասկանանք։ Պարտադիր էր, որ մեզ բերեր այս աղետի մեջ, հա, թե չէ։ Ես անկարծիքին եմ, որ սա պիտի լիներ եւ սա անխուսափելի էր։ Ես սա կանխատեսել եմ։ Նվաստս կանխատեսել եմ, ահազանգել եմ, որ մենք գալու ենք այս վիճակին։ Ահազանգել եմ անցյալ դարի վերջին, գիրքել եմ գրել, ահազանգիրք ներկայացրել եմ պրոբլեմ կապված հասարակության հետ եւ ասել եմ, եթե այս պրոբլեմը մենք չլուծենք, այս մեջ երկիրը մեծ հայրենիքի վերջին կտորը վեր է մնալու թուրքերին։ Ասել եմ, փաստը կա, քանից ես եթերով էլ ասել եմ, գիրքեր էլ կա համացանցում, կոչվում է ումից հարկավոր փրկել հայրենիքը։ Այդ գիրքը ես հրատարակել եմ, տարածել եմ քաղաքդաշտում, նվիրել եմ այն ժամանակվա երևելի քաղաքգործիչներին, ընկալումը եղել է զրոյական։ 2007 թվին տեսնելով, որ ընկալում չկա, ու նաև զգալով, որ աղետը լինելու այս աղետը որ կա, ես շարունակել եմ որոնումներս, ես ինքս փորձել եմ լուծում գտնել եւ 2007-ին գիրք եմ հրատարակել կոնսերվատիվ հեղափոխություն, տարածել եմ էլի, այսպես ասած պատեպա դռնեդուր ընկել է, ահազանգը զգալով, որ կորուստը գալու է, աղետը գալու է, դռնեդուր եմ ընկել։ Ես այդ ժամանակը իմ, ասենք 2007-8-9 եւ հետո էլ ես ինձ նմանեցնում էի իմ վեպերից մեկի կերպարին։ Կա նուրբ ծրա, որը ես եմ իրականում, ես գտնում եմ, որ այդ ժամանակ ապրել եմ, վեպի մեջ էլ ես կամ, եւ այդ նուրբ ծրան իմանում է, որ Հուլիոս Կեսարի դեմ, Հուլիոս Կեսարը վեպում է, որ Հուլիոս Կեսարի դեմ դավադրություն է, այդ օրը ուզում են իրեն սպանել սենատի, գրասենյակում սենատի շենքում Հուլիոս Կեսարի իր կարգով գնում է, ժողովուրդը բազմությունը, խանդավառությամբ ուղեկցում են իրան, երգեր են երգում եւ այլը, այս մարդը մոտենում է, որ Հուլիոս Կեսարին ասի, որ զգուշ է, անգամ գրություն է տալիս, մի կերպ մոտենում է պատգարակին գրություն տալիս է, ասում է կարդա, Կեսար, բայց Կեսարը վերցնում է, բայց մարդիկ ծափարություններ եւ այլ ողջունում են։ Այս մարդը զգում է, որ չեն թողնում, որ Կեսարը կարդա, եթե չկարդա սպանվելու է։ Եվ սկսում է գորգորալ, կանչել հերոներից, Կեսար, դավադրություն կա, կարդա այդ գրությունը, բայց բազմությունը խանդավառ, իրը ոտնատակում են, գետնին ընկնում, վեր եկնում, էլի գոռում է, Կեսար, կարդա այդ գրությունը, չի կարդում Կեսարը, այդ աղմուկից, խանդավառության աղմուկից, չի կարդում, եւ գնում իրը սպանում են։ Ես էլ 2007 թվերին աղմուկը կար, պայքարի աղմուկը կար, մենք գիտենք ով է եւ հիմա այսպես, գիտեք այս շարժումներ եւ այլ, արտի մեկ, լսող չկար, ես այդ նույն ծրայի վիճակում էի, այս կոմպատեպատ է խփվում, ասում են ժողովուրդ, մենք գնում ենք դեպի կործանում, եթե այս խնդիրները չլուծենք, ահա բերել է մի տարբերակ, բայց աղմուկ, պայքարներ եւ համոզվելով, որ մարդկանց մոտ չկա ոչ իրավիճակի, ոչ էլ իրական ելքի ընկալում, այդ ժամանակ իսկ պարզ դարձավ վերջնական 2007-ի ավարտին, թե ինչ աղետի ենք մատնվելու մենք ու մեր երկիրը եւ ես արդեն զգում եմ, որ կործանումը անխուսափելի է
Եվ այդ ժամանակ 2007-ին ես մի 7 նատող կարծեմ, 1, 2, 3, 4, 5, 6, 7 նատող գրեցի, չէ 7, ես հիմա կարդում եմ, դուք լսեք, 2007-ին համացանցում տարածեցի իմ այս ահազանգ, 7 նատող է, այստեղ լավ չհաշվեցի տողերը կպածեն իրաց, ինչ է ասում, ինչ է ասել, և կբախվեն միմյանց երկու ուժեր, իշխանություն, ընդդիմություն, երկու տեսակներ, մարդկային, և նրանց հետ դա և երրորդը, ես գրել էի ու չէի բացել, այդ երրորդը եկեղեցիներ, եկեղեցիներ էր մտնելու մարտի մեջ կամ եկեղեցու դեմել էին, մարտի դուրս գալ, այն ինչ որ այսօր պարզ կատարվում է, դուք էլ տեսնում եք, ես այն ժամանակ գրել եմ, բայց եկեղեցին մարտի մեջ չէր, բայց ինչ որ ձև հուշում եկել էր, որից սկզբից կարտամ, և կբախվեն միմյանց երկու ուժեր, և նրանց հետ նաև երրորդը, և կմեռնեն կուռքերը բոլոր, և կմարեն հույսերը սին, և կլինի աստվածային զերո։ Աստվածային զերոն գիտեք, որ այսը, որ ոչ մի հույս, ոչ մի բան միայն տառապանք խոսքը ազգակիների մասին է։ Եվ կա վերջի տողը, և այդժամ նրանց կերևա լույսը, եթե նրանք արժանի են դրան։ Այսինքն մենք եկել ենք աստվածային զերոյին, եկեղեցիներ, այդ մյուսներն էլ կուռքերը մեռնում են, դեռ շարունակվում է, բոլորն են մեռնելու, մարելու են հույսերը սին, էլ ավելի վատ է լինելու։ Սա իմ ցանկությունը չի, հասկանում եք։ Եվ այդժամ նրանց կերևա լույս, եթե նրանք արժանի են դրան։ Ինչ է պետք, որ արժանի լինենք, սա թողնենք, ամենայն դեպս գոնե պիտի հասկանանք։ Այսինքն հիմա նորից ենք ասում, հիմա աստվածային զերո է, կատարվեց այդ մռայլ կանխատեսում, կատարվեց։ Սա մարգարեություն չէր, պարզ հաշվարկ էր, տեսնում ես այս հասարակություն, ասենք ես մարդը հիվանդ է, գալիս ասում ես հարգելի հարազատներս մարդը ծանր հիվանդություն ունի, այս դեղերը կտասիջան քեզ չեն լսում, այդպես շշպռում են, դուրը փակում են։ Դու արդեն գիտես, որ այդ մարդը ինչ-որ ժամանակ հետո գալու է մահամերձ վիճակի։ Նույնը ժողովրդի հետ էր կապված։ Իսկ լուծումը բուժումը որտեղից գիտես, քիչ հետո կասեմ։ Վերնագրի հետ էլ կապ ունի։ Հիմա նորից գանք կանտին, ինչ է հուշում աստված մեզ այս աղետով, այստեղ երկու ուղի կա, կամ մենք հասկանում ենք ինչ է հուշում, ինչու բերեց այս աղետը մեզ, և այդտեղից անում ենք անհրաժեշտ հետևությունը, ինչ որ քայլեր ենք անում, որ մեզ երևա լույսը, արժանանանք լույսի, կամ ևս մի ավելի ծանր աղետ է լինելու, նույն կամի առաջ կանենք, մինչև որ աստված գուցե թե կամ մենք խելքի կամ ասենք աստված ասի լավ ձեռքերս լվանում եմ, դա էլ կարող է լինի։ Հիմա ինչ հուշեց, ինչ է հուշում աստված այս աղետով։ Ամենակարևորը աստված այս ամենը բերեց, որ դուք կարողանաք ճանաչել իրականությունը, տեսնել իրականում ինչ կա, ինչ շերտեր կան, մարդկային, ինչ հոգիներ կան, որ չափով ինչքան են։ Դուք հիմա պարզ տեսնում եք, ինչ վիճակ է։ Տեսնում եք, որ ժողովրդի մի ահռելի հատված, ես որ ասում եմ խեղված է, մարդիկ վատանում են։ Դուք չեք տեսնում դա։ Մի ահռելի հատված խեղված է։ Եվ դրա հետևանքով նաև, որ այդ խեղումը կա, իսկ դա դարերի բացասական ազդեցություն է։ Դուք նայեք մեր ոստիկանության պահվածքին։ Ես որպես գրող փորձում եմ մտնել այդ մարդկանց աչքերից, գլխի մեջից հասկանալ ինչ է կատարվում իրենց հետ։ Եվ որ իրենց հայրենիքը կործանում են, իրենք տեսնում եք ինչով են զբաղված։ Դատական համակարգը նայեք։ Բանակի գեներալները նայեք։ Եվ վերջապես ազգային անվտանգության ծառայությունը, անուն ասեք ազգային անվտանգության ծառայություն։ Տեսնում եք ինչ տեսակով է լցված, հասկանում եք։ Կանք նաև եկեղեցուն։ Իհարկե սուրբ չի, դեպի ասում եք սուրբ եկեղեցի, տեսնում եք ինչեր կան մեջը։ Անգամ եպիսկոպոսներ, որ փաստորեն ձևացրել են։ Ես իրենց կոչում ենք ուրացողներ, հրձվածողներ եւ այլ։ Ես չեմ դատապարտում ոչ մեկին, այս որ նշեցի, եւ ոչ էլ մեղադրում եմ։ Ես որպես վերլուծաբան փորձում եմ հասկանալ ինչ են իրենցից ներկայացնում այդ մարդիկ, որ լցված են այդ համակարգերի մեջ, նաեւ եկեղեցու մեջ, ինչու են իրենք այդպիսին։ Սոսկալի պատկեր է, սահմռկելի է մարդկային հոգու անկման այն խորությունը,
որը մեր աչքերի առջև կատարվում է, սարզանդելի է, հասկանում եք, սա մենք այսօր անկալու էինք, թե ոչ, ես կթնեմ, որ այո, և ինձ այս հարցում օգնում է Հովհաննես Թումանյանը, ես 100 միլիոն անգամ կարդացել եմ, մի անգամ էլ ձեզ կարդամ, և այս տեսակ կյանքը կունենա այո շատ բան և ինչ որ ասում շակերտներով, առաջադիմություն և կուլտուրա և մամուլ և գրականություն և դպրոց և բարեգործություն, նորից եմ կրկնում շակերտներով, ասիկե անունով կլինի, ինքը ուրիշ բան կլինի, բայց այդ բոլորը ներսից ճիճվի կերված պտուղի նման են ու տառապում են հիմնական պակասությունով մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Բանալիք իրականությանը, այդ համակարգերը ողջ պետությունը այդպեսին է, այս մարդու ահազանգը, դու գիտեք, սա մոռացա անունը, այս աշխատության մեջ ինքը գիտեք ինչ է առաջարկում, ես չկրկնեմ շատ եմ ասել, դառնացել ժողովուրդ, լսվել է, 115 տարի անցել է, ահազանգ անընդհատ կա, հո չմարեց, ընդհանրապես խոսքը որ ասում է չի վիրանում, բայց գրավորել կա, չէ, վերջի վերջո, լսվել է 115 տարի և հիմա հարցնում ես, հիմա որ տեսակ, որ Թումանյանը ճիշտ է, որ ինչ էլ ունեն դա ներսի ճիճվի կերած պատղին ման է, ածնել, եկեղեցինել, բանակնել, ամեն ինչը սա է, որտեղ այս տեսակը սա պիտի ունենա։ Տեսել ենք մենք մինչ այս վերջին 5-6 տարիները, չեք տեսել։ Ես պարզ ասում եմ որպես վկա, որը ձեզ ուզում էր ցույց տալ քչքերով, որ ասել, ահա տես կա, ոչ մենք չեք ընկալել, այլ նաև շրջվել եք իմ դեմ։ Ու հիմա դուրս եմ ասում, դուք սա չեք կարող տեսնել։ Այս աղետը պիտի գար, որովհետև գիտեք Աստված որ ուզում է ինչ որ մարդկանց շուրջ բան բացատրի, հասկացնի, մինչև աղետը ինքը մարդկանց է ուղարկում։ Իմաստունների է ուղարկում, ասում է գնացեք, ասեք որ այս խնդիրը կա, դե ասած ինքը չի կարող գա ձեր դեմը կանգնի։ Ուղարկում է այդ մարդկանց։ Դե տեսնեմ, նայեք մեր իրականություն։ Ուղարկել է արդյոք մարդիկ որ գան եւ ասեն այս ինչ որ դուք հիմա ձեր իրականությունը տեսնում եք, ասել որ կա այդ իրականությունը, ու 5-6 տարում չեն սարքել 7։ Թումանյանն էր ասում, այդ մարդկանց ուղարկել է Աստված։ Եկեք նայենք մեր պատմությունը։ Թումանյան, Այկ Ասատրյան, Նժդե, Էլիկան։ Կան մարդիկ դուք կարող եք ավելացնել, որ եկել եւ ասել են կա այդ խնդիրը, կա այդ խնդիրը, կա այդ անգամ բուժման տարբերակ են առաջարկել այն ժամանակվա համար 1920-ականների վերջ, 30-ականների սկիզբ ասել են։ Ես ինքս էլ ես վերջի 20-30 տարին եւ այդ մարդկանց ասածն եմ վերատարածում եւ ինքս էլ հաշվի առնելով վերջին տասնամյակների ազդեցությունները համադրելով դա ես ինքս էլ եմ ինչ որ տարբերակներ առաջարկում եւ ահազանգում որ մեր իրականությունն այսպիսին է ուրկել Աստված ուրկել է մյուք ձեր աչքով նստված լսվել է չի լսվել դեպքում ինչ պետք է անի Աստված եթե իսկապես անհանգիստ ուզում որ այս մարդիկ չգնան ոչնչանան Եթե խոսքը չի անցնում, ինչ պետք է անի ինքը։ Պատրաստեք դուք եք Աստված, ուրիշ ինչ պետք է անեք, որ ընկալեն։ Դուք պետք է աղետ բերեք։ Ստիպեք տառապել, որ այդ տառապանքի միջից ինչ որ մի բան տեսնեն։ Եվ ես միշտ էլ ասել եմ, ես աղետը եթե չլիներ, մեկը մենք մեր վերջը վատ է լինել, որտեղ եթե դու ունես ներսից ճիճվի կերած համակարգ, որ դուք նո պարզ տեսնում եք, այդ համակարգը պիտանի չի ինքը փլուզվելու է հասկանում եք այդ համակարգը դերսից փթած վիճակ էր եւ մեռնելու է վաղ թե ուշ դառնալու էր գայլի բաժին որ հիմա լինում է եւ ես ասում եի առաջներում եթե օրական այդ մեր նավը պատկերացեք նավի վրա նավը իջնում էր օրական 1 սանտիմետր ես գալիս ահազանգում էի ամեն օր ասում էի հարգելի լինես տեսեք իջնում է նավը իջնում դուք տեսնում եք մեծ նավը 1 սանտիմետր չեք էլ տեսնում բայց իջնում էր ինչ որ ժամանակ հետո 1 մետրով 2 մետրով էլ դուք չեք տեսնում որ խորտակվում է մեր նավը այս 18 թվականից հետո Աստված բերեց աղետը որ դու արդեն օրական 2 մետր 3 մետր է իջնում դուք արդեն տեսնում եք վերջապես որ այդ նավի վրա ինչ որ մի բան ան չէ նավի հետ ինչ որ մի բան ան չէ ինքը խորտակվում է իսկ դա պետք է ընդհանրապես մի բանի համար որ
Աստված փորձում էր մեզ իմաստնացնի, որ մեր աչքերը բացի, որ մենք կարողանանք տեսնել իրականությունը։ Հիմա այս ամենը ասելուց հետո հիմա նորից դառնանք Կանտին։ Այն ինչ կատարվում է անհրաժեշտ է։ Հիմա հասկանում ենք Կանտին ինչի համար է անհրաժեշտ այս ամենը, որ մեզ հետ կատարվում է։ Իմ հետևությունը հետևյալն է։ Անհրաժեշտ է, որպեսզի տեսնենք, իհարկե դուք ես շուտ էլ տեսնում եի, եւ փրկվելու, վերափոխվելու հնարավորություն։ Մտածենք այդ մասին, հասկանում եք։ Եվ հիմա այստեղ մի կարևոր բան էլ, շատերը թիմ ասում եք, արդյոք պարոն Պեպանյան, լավ տեսանք, հասկացանք, արդյոք հնարավոր է ելք գտնել այս իրավիճակից։ Այստեղ ես մեջ բերեմ Իդանից խելացիների փորձը, խոսքը, որ ասում էր Աստծո համար անհնար ոչինչ չկա, իր համար ոչինչ չկա։ Ու եթե իսկապես այդպես է, ապա ինչ քայլերով մենք պետք է առաջնորդվենք, որպեսզի կարողանանք դուրս գալ այս վիճակից։ Հուշել է, որ փորձենք դուրս գանք։ Երկու տարբերակը կամ մեր խելքի հերիքում է, վերլուծում ենք, հասկանում ենք եւ գնում ենք, ես դա չեմ տեսնում։ Երկրորդը պիտի խնդրենք Աստվածին, ասենք համաշխարհային բանականությանը, դու մեզ հուշեցիր այս աղետով, որ մեր աչքերը բացեցիր, մենք տեսանք, կօգնես արդյոք մեզ, որ ելքն էլ տեսնենք, արդեն հասկացանք, արդեն տառապանքի մեջ ենք, դու ամենը գիտես, դու ամենը կարող ես։ Ես հիմա ձեզ մի հատված կարդամ իմ Մեգիրա թաքնագիտական վիպակից, որի սյուժեն ես ստացել եմ։ Մեգիրան մի պահ խորհեց նրա խոսքերի վրա, խոսում էր ինքը եւ Ռան։ Միթե նրանք հայրի Յահյա են, հայրի մասին են տեսնում, անցել են Հայաստանի միջով 2007 թվի, 6 թվի Հայաստանի միջով եւ մռայլվել է այս աղջնակը 18 տարեկան եւ հարցնում է այն մյուս տարիքով մարդուն, միթե նրանք փրկություն չունեն, հարցրեց, ասիկա մենք, հիմա դուք եք չէ՞ ասում, փրկություն ունեն, թե չէ, ինչ է պատասխանում, Ռան պատասխանում է, այս քիչ համացանցում կա, նաեւ Արծրուն Պեպանյանի պատմավեպերը Facebook-յան խմբում, նաեւ աուդիո տարբերակ կա, կարող եք գործի հետ նաեւ լսել։ Պատասխան. իրենք կարծում են, թե չունեն, բայց միթե կարող է դիեզերքում լինել մի վայր, մի խնդիր, որի համար դիեզերքը կառավարող ինքը ելք չունենա։ Եթե նրանք հարցնեն դիեզերքը կառավարող ուժերին, ապա նրանք կասեն, թե ինչ է հարկավոր անել։ Եվ Մեգիրան հարցնում է. միթե հնարավոր է խոսել այդ ուժերի հետ այդպես, դեմք կար դեմք, այդ վերին ուժերի համաշխարհային բանականության հետ։ Պատասխան. հնարավոր է, եթե դու ինքդ դեմք ունես, եթե քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում։ Մեգիրային լռություն համակեց։ Ռան ասում է, նրանց մեջ դրկան մարդիկ, որ կրում են հին անցյալը, շարունակեց Ռան, նրանք կարող են խոսել դիեզերքը կառավարողի հետ։ Եվ աղջնակը հարցնում է, եւ ինչ է ասվելու նրանց։ Այստեղ ընդհատենք այս հատված, ում հետաքրքրեց թող գիրքը կարդա, ասացի, որ սա իմ Մեգիրո թագնագիտական վիպակից է, որ հրատարակվել է 2007 թվականին։ Սա ես գրել եմ, այս հատվածը հիմա ձեզ համար հոգեհարազատ է, չէ, որ դուք եք չեք տեսնում, դուք եք այդ հարցնում, հիմա մի հոգի էլ ասում է դիմեք ուժերին, հնարավոր է թե հնարավոր չէ։ Այսինքն ձեր հարցը, որ հիմա դուք ունեք, ես 17-ից ինչքան է անցել, համարյա 20 տարի առաջ եմ դա ասել։ Ես այն ինչ որ հիմա դուք տեսնում եք, ես տեսել եմ 30 տարի առաջ։ Ողջ այդ մարդկային կերպարը, հոգիների ինչ շերտեր կան, ինչ կա եւ այլը, սահմարկել եմ, ինչպես հիմա դուք եք սահմարկում։ Եղել եմ ձեր այժմյան վիճակում շատ տարիներ ու ուղիներ չեմ գտել ինքս, իմ խելքը չի հերիքել, ես չեմ կարողացել այդ այ հիմա դուք տեսնում եք, ես որ դա տեսնում եի, ես չէի գտնում լուծել, իմ խելքը չի հերիքել, որ ես լուծում գտնեմ, չկա, փորձում էի ամեն ինչ եւ այլը չկա։ Եվ ես էլ այ հետևելով այս գիրքը գրելուց առաջ, որ ասում եմ հարկա, ես ինքս դիմել եմ, ես մի գիշեր դիմել եմ եւ ասել եմ այդ ուժերին հենց խնդրանքով,
որ ես չեմ կարողանում, ես խնդրում եմ օգնեք ինձ, որ ես տեսնեմ այն ուղին, որ կարելի է այս աղետից, այն ժամանակ էլ աղետ էր, դուք աղետը չեք տեսել, պարզապես հիմա բացվել է վարակությունները ձեր առաջ, ինչպես կարելի է հաղթահարել եւ դուրս գալ այս վիճակից։ Ես դիմել եմ, պատասխան ստացել եմ, պատասխանը ես համադրել եմ, ձևակերպել եմ եւ հրատարակել եմ գրքի տեսքով այդ աշխատությունը, կոչվում է կոնսերվատիվ հեղափոխություն գիրքը 2007-ին, այնուհետև աշխատելով դրա վրա էլի գիրքը գրելուց ամեն ինչ չի, որ դու գրում ես, հետո այն ժամանակ մտածում եմ մարդիկ չեն հասկանա, այդպիսի ցնցող բաներ էի ասում, ջարդում էի մտածելակերպեր եւ այլը։ Ամենայն դեպս դրանից հետո էլի հետևություններ անելով, նոր տեղեկություններ հավաքելով, ես դրա տեսատարբերակն եմ պատրաստել 11 ժամանակ, որ տեղադրված է Facebook-յան ազգային վերելքի ուղի խմբում։ Ես առաջարկում եմ դուք դա դիտեք, հետո դրանից հետո խոսենք։ Ես հետևյալն եմ ասում, այդ ինչ որ կա, դա իմը չի, ես խնդրել եմ ինձ օգնել են, ես ձեզ ներկայացնում, նույնիսկ ճիշտ էլ չի, որ ես գրում եմ Արծրուն Պեպանյան կոնսերվատիվ հեղափոխություն։ Ես չեմ ասում եկեք իմ հետևից, ես չեմ ասում եկեք իմ դրոշի հետևից, թեպետ դրոշը էլ ունեմ, դուք տեսնում եք այդ տեղին դրոշը որ կա, արևը, ես դա էլ եմ ստացել, վերելք միության դրոշն է, իմ անձնական խորհրդանիշն էլ ունեմ, տեսնում եք այդտեղ այն մյուս թևի վրա, բայց ես չեմ ասում եկեք իմ հետևից, ես ընդհանրապես ասում եմ հարգելիներս, այս տառապանքը որ դուք ունեք հիմի, ես ունեցել եմ շատ ավելի վաղ եւ ես դիմել եմ եւ ինձ ինչ որ հուշել են, այդ հուշասները այստեղ ներկայացված է եւ ասում եմ, խնդրեմ գնացեք կարդացեք, կարող եք ինձ մի կողմ դնել, ասեք, օ գիտեք, մենք իր մասին այսպիսի բաներ ենք լսել, դուք արեք, կամ եկեք ասեք, հարգելի պարոն Պեպանյան, իրականությունը, այո, ճիշտ է, որ դուք դա նկարագրում եք, մենք այս լուծումն ենք առաջարկում, որը պիտի ունենա այդ ներուժը, որ այս խնդիրը լուծի, հասկանում եք, խնդրեմ եկեք ասեք, ես չեմ տեսնում, ամենայն դեպս մեր իրականության, X-Y հարթության մեջ խնդրեմ, ինչ ասես կա, բայց եռաչափով չկա, երբ որ կա համաշխարհային բանականություն, որը ինչ որ ճակատագրերի հետ կապ ունի եւ այլ, ես դա չեմ տեսնում։ Դուք արեք։ Ես եկա գնամ, ես որ վստահ լինեմ, որ դուք անում եք, ես եկա գնամ Ամիկի հետ խաղամ, այգի հիմնեմ ինձ համար։ Շատ ուրախ կլինեմ։ Այսօր այսքանն էր, համենայն դեպս առաջիկայում ես մի քիչ ավելի կբացեմ փաղաքացերը, որ դուրս գանք, եզրափակելով նորից եմ ասում, այն ինչ կատարվում է անհրաժեշտ է, պետք է հետևություններ անենք եւ Աստծո համար անկարելի խնդիր չկա, բանաձևներ ասեցի։ Այսօր այսքանը միշտ նոր հանդիպում։